Այդ ժամանակները չնայած որ լցված են ամբողջությամբ ճարիքով, որը այժմ համատարած է տառապանքներով եւ կորուստներով, այնուամենայնիվ ունի մի շարք առավելություններ, որոնք որ շատ կարևոր են անցալել որպես առավելություն։ Եվ առաջին առավելությունը հիրավի այն է, որ բոլորի դիմակները այլևս պատրված են։ Եթե մինչ այդ մենք դժվարանում էինք անցալել մարդու էությունը, ապա այժմ բոլորի յուրաքանչյուրի էությունը այլևս ակնհայտ է։ Եվ ինչու այդպես։ Որովհետև սովորական ժամանակներում շատ դժվար է իրականում հասկանալ ինչպիսին է մարդը։ Ինչպես հասկանալ, որ մարդը բարի է։ Առնվազն կարող ենք ասել, որ ճարիք չի գործում, բայց արդյոք դա բավարար է։ Ինչպես կարող ենք հասկանալ սովորական իրավիճակներում, որ մարդ ազնիվ է օրինակ, կամ խիզախ է, կամ հավատարիմ է, եւ այլն։ Ինչպես։ Միայն ծանր ժամանակները նետում են մարտահրավերներ, եւ միայն այդ ժամանակ իրականում պարզ է դառնում յուրաքանչյուր մարդու համար, թե մյուսների, թե հենց ինքն իր համար էության բացահայտում։ Եվ այդպես այժմ ակնհայտ է, այլևս պատրված են բոլորի դիմակները։ Ցավոք սրտի նաև նրանց, ում որ ժամանակին մարդիկ հավատում էին։ Նույնիսկ նրանք պարզվեց, որ թուլության թե վախի պատճառով կարողացան դավաճանել սեփական արժեքները, ենթարկվելով իշխանությունների։ Իսկ իշխանությունների պատրված դիմակների մասին խոսք էլ անգամ չկա։ Այնուամենայնիվ անցալելով, որ նման առավելություններ կան, մենք պետք է նաև հասկանանք, որ այս ծանր ժամանակների հերթական եւս մեկ շատ կարևոր առավելությունը, որ այս ժամանակները չնայած որ ծանր են, դառնում են մեծագույն մարտահրավեր, հնարավորություն են ընձեռում յուրաքանչյուր մարդու համար նոր պորտկման, նոր ճեղքման եւ ըստ այդմ նոր զարգացման։ Սա շատ կարևոր է, բայց նորից վերադառնալով առօրյա մակարդակի թեկուս այս ծանր ժամանակներում, ինչպես հասկանանք, թե որն է չափման մեավորը, որն է այն չափորոշիչը, որ անցալելի է բոլորի համար, չէ որ զարգացումները տարբեր են, եւ տարբեր զարգացման աստիճանում անցալումները եւ որակները տարբեր են եւս։ Եվ այդ չափորոշիչը հենց պատիվն է։ Ինչու պատիվը։ Հիրավի այդպես, թե հասարակության մակարդակում, թե ավելի բարձր մակարդակում մենք տեսնում ենք, որ նույնիսկ լեզվի դրսևորումներով մենք տեսնում ենք պատվի կարևորումը։ Երբ որ մարդուն վիրավորում են, ինքը խոսում է անպատվելու մասին։ Երբ որ խոսում ենք արժանինքներ ունեցող մարդու մասին, խոսում ենք պատվավոր լինելու մասին։ Երբ որ խոսում ենք պատասխանատվության ենթարկելու, ասում ենք պատիվ պահանջելու մասին, եւ այդպես շարունակ։ Եվ դա հիրավի դրսևորվում է։ Ներքևի մակարդակում պատիվը արտահայտվում է երբեմն պարզ բաներով, օրինակ ընկերների քանակով կամ ճանաչմամբ հասարակության մեջ եւ այլն, մենք սակայն հասկանում ենք, որ դա մանր է։ Այնուամենայնիվ դա էլ է կապվում ընդհանուր հասարակության արժեքների հետ։ Եվ ըստ այդմ սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ այդ ամբողջը արժեքների մասին է, թե հասարակության կողմից հռչակված, թե յուրաքանչյուր մարդու։ Իսկ ինչ անել, եթե պատիվ չկա։ Ինչ անել, եթե այս կամ այն մարդ ցանկացած ձևով պատրաստ է երեսպաշտության կեղծիքների եւ այլն, միայն թե չընկալի եւ չխոստովանի սեփական ստորության մասին։ Եվ օգնությանը, ինչպես միշտ, գալիս են ձայներ հնոց, երբեմն դատապարտելու, բայց երբեմն էլ ճանապարհ ցույց տալու համար, որպեսզի լույսը երբեք չմարի։ Եվ այդպես տեսնենք, թե ինչ արտահայտություն մենք ունենք այսօր։ Համար, նույնիսկ պատիվը, փուչ է, իր համար մնացյալ ամբողջնել է ոչնչություն։ Արիստոտել, հին Հունաստանի խոշորագույն փիլիսոփա, մեծագույն փիլիսոփա Պլատոնի աշակերտը, գիտնական հանրագետ, հին ժամանակների ամենահայտնի իմաստասերներից մեկը, ում մտքերն ու մշակումները մեծ ազդեցություն են թողել արևմտյան աշխարհայացքի եւ մշակույթի ձևավորման վրա։
Արիստոտելը եղել է հանրահայտ Ալեքսանդր Մակեդոնացու դաստիարակը, որն ասում էր. «Հորը սպարտական կյանքով, իսկ Արիստոտելին արժանապատիվ ապրելով»։ Այս արտահայտությունը հիրավի օգնություն է մեզ, որովհետև ինչպես անցած դասին էլ մենք ասեցինք, ինչ է պատիվը։ Պատիվը դա հավատարմություն է հռչակված արժեքներին, որոնց որ դու ինքդ հավանում ես եւ որոնք որ հին ժամանակներից ի վեր հասարակության կողմից ճանաչվում են որպես բարոյականություն։ Եվ ըստ այդմ հենց դա է կարևոր։ Երբ որ դու հռչակելով, որ այս արժեքներն են քեզ համար արժեք, ցանկացած գնով պաշտպանում ես դրանք։ Իսկ ինչ եթե պատիվ չկա։ Ինչ եթե դու չես պաշտպանում եւ ոչ մի արժեք։ Դա նշանակում է միայն, որ հիրավի դու չունես նաեւ եւ ոչ մի արժեքներ, որոնք որ պատրաստ ես պաշտպանել։ Դա նշանակում է իր հերթին, որ դու փաստացի ոչ մի արժեքների չես էլ դավանում։ Եվ դա նշանակում է իր հերթին, որ չկա արժեք քո համար, եթե դու չունես արժեքներ եւ պատրաստ ես դրանք պաշտպանել։ Սա է։ Եվ ըստ այս մեծագույն փոխանցման մենք հասկանում ենք նաեւ հետեւյալը. եթե ամբողջն այդպես է, որ մարդ չունի արժեքներ եւ չի պաշտպանում դրանք, ապա մենք կարող ենք խոսել հենց այդ մարդու ցավոք սրտի ստորության մասին։ Եվ քանի որ իր համար մնացած ամբողջը ոչնչություն է, նույն ձևով ստորություն եւ ոչնչություն է նաեւ ցավոք սրտի իր արժեքը։ Եվ դրա համար եկեք բոլորս կարողանանք նորից ընկալել մեր արժեքները, վերստին արժևորենք այն ամբողջ վեհությունը, որ կա մեր սրտում, եւ այդ արժեքներով առաջնորդվենք, եւ պաշտպանենք այդ արժեքները յուրաքանչյուր քայլափոխին, պաշտպանելով ոչ միայն մեր հայրենիքը, ոչ միայն այդ ամբողջ բարին, որ հին ժամանակներից ի վեր բարձր գնահատվում է, այլ նաեւ սեփական պատիվ, որպեսզի լույսը երբեք չմարի։